Փետրվարի 27-ին ժամը 10:15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի թմրամիջոց օգտագործելու կասկածանքով խուզարկություն կատարեցին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Խաչատրյանի տանը։ Խուզարկությամբ Խաչատրյանի տան եւ հարակից օժանդակ շինություններում հայտնաբերվեց 6 փաթեթ 727 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, ավելի քան 20 գրամ կանեփի սերմ, ինչպես նաեւ գործարանային համարով սվին դանակ։ Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Վոլոդյա Խաչատրյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 4-ից մարտի 5 նկատ ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 12 դեպքից 5-ը, իսկ խարդախության 10 եւ կողոպուտի 1 դեպքերն էլ բացահայտվել են։ Անցած 1 օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով սպանություն, ավազակություն եւ գույքը դիտավորության ոչնչացնելը կամ վնասելը հետախուզվում է Գյումրի քաղաքի բնակիչ 1972 թվականին ծնված Արմեն Ավդալյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ովքեր որևէ տեղեկություն ունեն Ավդալյանի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք զանգահարել 0312 31861 31823 102 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղի մի բնակիչ փետրվարի 22-ին դիմեց ոստիկանության վայքի բաժին։ Գյուղացու գոմից գողացել էին 5 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Դեպքը կատարվել էր նույն գիշերը։ Դուռը բացել էին ծխնիները հրելով։ Օպերատիվ խումբը մեկնեց Խնձորուտ։ Հիանալի հասկանալով, թե գյուղացու համար գարնանշեմին ինչ արժեք ունի ամեն դրամի կորուստը, ոստիկանները ձեռնամուխ եղան 300,000 դրամի կորստի վերականգնմանը։ Իսկ որ կորուստը վերականգնելն ավելի հեշտանում է, երբ հանցագործությունը բացահայտում ես թարմ հետքերով, չգրված օրենք է։ Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Շուտով իրավապահների տեսադաշտում հայտնվեցին կասկածելիներ։ Պարզվեց, որ դեպքից մի քանի օր առաջ Խնձորուտում հյուրեր են եղել, իհարկե ոչ բարձրաստիճան։ Երասխավանցի եղբայրներ Գարիկ եւ Էդիկ Ստեփանյանները այցելել էին իրենց խնձորուտցի բարեկամին։ Բարեկամի միջնորդությամբ եղբայրներն այցելել էին նաև տուժած գյուղացուն։ Նրանից 3 հատ ոչխար էին գնել եւ ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակ էլ տնտղել էին գոմն ու տարածքը։ Վարկածը համոզիչ էր թվում եւ օպերատիվ խումբը մեկնեց Երասխավան։ Եղբայրներն արագ ընդունեցին մեղքը, հատկապես այն բանից հետո, երբ Գարիկ Ստեփանյանի գոմից հայտնաբերվեցին գողացված ոչխարներից 4-ը։ 5-րդին եղբայրները պարտքի դիմաց տվել էին Շատին գյուղի մի բնակչի։ Շատինցին էլ ներկայացրեց 1 ոչխարը եւ գողոնն ամբողջացավ։ Պարզվեց նաև, որ Ստեփանյան եղբայրներին դեպքի գիշերը օժանդակել է համագյուղացին Արմեն Իշխանյանը, որն իր ՎԱԶ 2106 մեքենայով ստանձնել էր անասուններին տեղափոխելու պարտականությունը։ Գողացված ոչխարները կարճատև ճամփորդությունից հետո վերադարձել են հարազատ գոմ, իսկ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ուշադրություն։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը հայտարարում է ընդունելություն ենթակա ստորաբաժանումներում ծառայություն անցնելու համար։ Դիմել կարող են Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն միջնակարգ կրթություն, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ համապատասխանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին։ Պայմաններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կադրերի բաժնում։ Հասցեն Երևան, Քանաքեռ 14 փողոց, շենք 1, հեռախոս 2836 70։ Դիմողները պետք է ներկայանան անձնագրով, զինվորական գրքույկով, ատեստատով կամ դիպլոմով։